Բարելուս սիրելի ընկերներ, մի րոպե սպասենք, թող մեր ընկերները միանան ուղիղ եթերին, որ քննարկենք շատ կարևոր եւ խոցելի հարց մեր բոլորի համար, հա, այս օդի աղտոտվածության ու աղբի չվերամշակման խնդիրները։ Ողջունում եմ ձեզ, հարգելի ընկերներ, մենք գնում ենք մեր Սևանի ՀՀԿ շրջանային խորհրդի կազմակերպության, երիտասարդական կազմակերպության հետ հանդիպման ընթացքում ուզում էի միասին քննարկենք մի քանի կարևոր կետ, հա, ոնց է ստացվում, որ Երևանի քաղաքապետը կարողանում է Սևանում $250,000, իսկ Երևանում $490,000 տուն ձեռք բերել, իսկ օդի աղտոտվածության եւ կենսական նշանակություն ունեցող այլ հատվածներում մենք ունենք զրոական վիճակ։ Հիմա ուզում եմ մանրամասն մի քանի ուղղությամբ քննարկենք, թե արդյոք դա հնարավոր է, թե հնարավոր չի։ Մենք ասենք, թե ինչու է դա հնարավոր, ու ասենք, թե ինչպես է ստացվում, որ օրվա իշխանությունները մսխել են ժողովրդի գումարները, մտնելով ժողովրդի գրպանը, ոնց է ալնում այդ ալան-թալանը, հա, ոնց են իրենք արել։ Հիմա տեսեք, աշխարհում ընդհանրապես ով կապ ունի միջազգային կազմակերպություններ հետ, գոնե ինֆորմացիոն առումով, այսինքն ինքը ինֆորմացիա ունի, թե ինչպես է պետք համակարգել քաղաքային իշխանությունը, ինչպես պետք է լինի, ինքը գիտի, որ առհասարակ աշխարհում մեծ մրցակցություն կա աղբի վերամշակման մասով, աղբի վերամշակման գործարաններ դնելու, սարքելու համար մեծ մրցակցությունը, որովհետև ինքը համարվում է նաև էներգակիր, հա, այսինքն էներգետիկ համակարգի մի մաս է կազմում արդեն աղբի վերամշակումը, որովհետև դրանից ստանում են էներգիա, այսինքն լույս կարող է ստանալ եւ դրանից տարբեր ուղղություններով օգտագործես եւ տարբեր ձևի կարող ես ստանալ, այսինքն էներգետիկ համակարգը կարող ես դրանով սնուցել։ Ինչպես օրինակ ես օրինակները գրել եմ, հեսա ձեզ կասեմ, էլի որտեղ ոնց են կարողացել կազմակերպել։ Հիմա տեսեք, Երևանի ոչ մի վարչական շրջանում չկա ուրեմն չափող սարքեր, թե այդ վարչական շրջանում ապրող մարդը, որ տեղյակ լինի այդ վարչական շրջանի օդի աղտոտվածությունը այսօր ինչպիսին է, թե ինչպիսին չի, կարելի է, թե չի կարելի գնալ ման գալ երեխեք հետ եւ այլն։ Օրինակ մեր հարևան Վրաստանում հատուկ մեթոդ կա, որ շատ աղտոտվածության օրերին, որ օդը շատ աղտոտված, մեքենաները այդ օրը ասում են, որ պետքա չհանեն դուրս եւ առհասարակ իշխանությունները զբաղվում են օդի աղտոտվածությամբ, հա, ու դա այո լուծելի է, պետքա պրոստը ոչ թե ծառերը կտրել, ոնց որ Փաշինյանի իշխանությունն անում, այսինքն Տիգրան Ավենյանը, որ քանդում են ամեն ինչ, այլ սարքել, հա, տնկել կանաչ գոտիներ, շենքի տանիքները նաև կանաչապատել, շենքի հայաթները կանաչապատել, որպեսզի մենք ունենանք այնպիսի էկոլոգիա, որը թույլ կտա չանհանգստանալ երեխաների առողջության համար, հա, այլ հնարավորություն կտա Երևանի շունչը վերականգնելու եւ կանաչ հատվածները վերականգնելու, որը մենք տեսել ենք մինչև 2018 թվականի հեղափոխությունը։ Հիմա
ավելի առարկայական, ես ձեզ ասեմ, հիմնական 1 վայրկյան եւ ուղղվեց ներողություն տեղերից է էլի։ Ուրեմն տեսեք, մենք ունենք հետևյալ խնդիրը նաեւ, բացի հեսա, ուրեմն Նուբարաշենին կանրադառնանք հեսա։ Երևանում մեքենաների ճնշող մեծամասնությունը առանց կատալիզատոր են եւ տեղ սպասարկում երբ որ անցնում ես, այդ էկոլոգիական աղտոտվածության բանը չեն չափում, չի երևում։ Ինքը ինչ ձև է այդ մեքենան, ինքը սալյարկայով է, դիզելային չի, ինչա, ինչ ձև է, ուրեմն ինքը վնաս տալի էկոլոգիապես, հա։ Հետո մենք տեսնում ենք, որ առհասարակ այսօր նանոպլաստիկի աղտոտվածության մասին արդեն բժիշկները շատ են խոսում, հա, նանոպլաստիկը դա չերևացող այդ պլաստիկն է, որը 0.5 մմ-ից ավելի փոքր է, որը մնում է շորերի լվալուց հետո եւ դա գնում է ջրով, հետո այդ ջուրը մեր Հայաստանին դա այդքան այս բանին չի վերաբերվում, ավելի մեծ երկրներն են վերաբերվում, որոնք ծով ունեն, օվկիանոս ունեն եւ այլն, որ գնում են, լցնում են ջրերի մեջ, հետո այդ ջրերից խմում են ձկները, այդ ձկները մենք հետո ուտում ենք եւ օրգանիզմը աղտոտվում է նանոպլաստիկով առհասարակ։ Հիմա այս նանոպլաստիկից բացի, որ Երևանին է հենց ուղիղ վերաբերվում, դա մետանն է, ծանր մետաղներն են, տարբեր թունավոր քիմիկատներ են, որը առաջանում է այդ այրման արդյունքում։ Այսինքն նայեք, երեք ես ուզում եմ հատուկ ուզում եմ ձեր հետ կիսվեմ, նաև խորհուրդ տամ, ես մի բան եմ գնել տան համար, որովհետև Երևանում հնարավոր չի ապրել այլ կերպ, եթե դու ինքդ ինչ որ հնարավորություններ չստեղծես մաքուր օդի քո համար, քաղաքային իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի դու չունենաս այդ հնարավորությունը մաքուր օդ շնչելու։ Ես մի սարք եմ գնել, որը բավականին ուրեմն մաքրում է, օգնում է, որ օդը մաքուր լինի տան մեջ։ Եվ երեք իմ ընկերոջ հետ հեռախոսով էի խոսում երեկոյան, ինքը ասաց, որ արդեն ուշ էր, ասաց շատ հոտ է գալի քաղաքի տարբեր հատվածներից, Նուբարաշենի բան վառվում է, այդ աղբավայրը։ Ես ասացի, դե մեր մոտ մեր տունը Կոմիտասում է գտնվում։ Ասացի, ես հոտ չեմ առնում, ճիշտ ասած, չեմ զգացել, բայց այդ սարքը անջատած էր տան մեջ։ Այդ սարքը միացեցի սովորաբար, երբ որ այդ սարքը միացնում ես, ինքը կանաչ զոնայով sense ցույց է տալիս 5-7 աստիճան, էլի, 3, երբ որ մաքուր է լինում ավելի այդ օրը, տեսա որ կարմիրով տան մեջ պատուհանները բաց չէր, մի փոքր էր բաց, տեսա որ կարմիրով նշված է 52։ Եվ դա խոսում է նրա մասին, որ մարդը չի զգում, չի նկատում, հոտ չի զգում, բայց թունա քիմիկատների օդը գալիս է մտնում է մարդկանց տներ։ Հիմա տեսեք, ինչ է անում քաղաքային իշխանությունը, կտրում է ամբողջ ծառերի հատվածները, որոնք մեր կանաչապատ ունեցել ենք, ամբողջ կանաչապատ հատվածները, տեղը դնում են ինչ-որ սակուրաներ, որոնք իրենց խաղաղության նման կեղծ օրակարգ են, այսինքն ոնց որ իրանք խաղաղություն են բերում, նենց էլ էկոլոգիապես մաքուր ինչ-որ ծառեր են տնկում եւ այլն, այդ տրամաբանությամբ։ Ես ուզում եմ ձեզ բերեմ մի քանի մայրաքաղաքի օրինակ, որ նախ ուզում եմ թվեր ասեմ, որ մոտավորապես 350-ից 400,000 տոննա այդտեղ աղբ է այրվում, այսինքն չի մշակվում այդ աղբը։ Այդ աղբից կարելի է ստանալ պլաստիկ, այդ աղբից կարելի է ստանալ էներգիա, 1000 բան է կարելի այդ աղբից ստանալ, բայց իրանք որոշել են իրանց համար առանձնատներ գնել, այդ գումարները մսխել, բիզնես կլասներով թռնել այս կամ այն երկիր, բայց Երևանցու համար չլուծել այդ կենսական նշանակություն ունեցող հարցը, որը արդեն վերաբերվում է առողջությանը, ոչ թե ինչ որ տենց
դիզայներական լուծումների կամ որ ասենք այս ինչ բանը գեշ է սարքած կամ պրոֆեսիոնալ չի արես, դա կյանքին վտանգ սպառնող խնդիր է, այսօր դուք որ նայեք օդի աղտոտվածությունը ինչ է կատարվում Երևանում շուրջօրյա ռեժիմով, դա ուղղակի խայտառակություն է։ Հիմա տեսեք, մենք բազմիցս նաև խոսացել ենք այս թեմայով, ես ասել եմ, որ շինարարական հրապարակներում պետք է այդ ջրցաններ կան հատուկ նախատեսված շինարարական հրապարակների համար, որ չի թողում այդ փոշին բարձրանա, շինարարակները փակված պետք է լինեն, փակված չեն, օրինակ մենք որ իմ հետ միասին իմ ընկերները որ գնացել էինք ուսման Չինաստան, Պեկինում, պատկերացրեք ինչ մասշտաբի շինարարություններ են այնտեղ, եւ մենք չենք տեսել մի շինհրապարակ Չինաստանում, որը տեսանելի կարող է լինել քո համար, թե ինչ են այդտեղ առհասարակ սարքում։ Ինչ են այդտեղ առհասարակ սարքում, որովհետև ինքը ամբողջությամբ բրեզենտներով փակ էր եւ այդտեղից հնարավոր չէր, ինչ որ իրանք ինչ անում էին, ներսում էր մնում այդ օդը, չէր տարածվում, հա, Պեկինում եւ Պեկինը, որ ժամանակին համարվում էր շատ աղտոտված օդի աղտոտվածության բանի մակարդակը բարձր քաղաք, տասնյակ անգամներ ավելի լավ վիճակում է այսօր կանաչ զոնա է համարվում, եթե համեմատենք Երևանի հետ, եւ ես ցավում եմ սա արձանագրում։ Ուրեմն տեսեք, հիմա օրինակ մեր հարևան Վրաստանում խնդիրը լուծված է, շատ լավ լուծված է, վերամշակման գործարաններ են սարքել եւ այդ գործարաններով իրանք հնարավորություն են ստացել, որ աղբը վերամշակվում է։ Վիլնյուսում ուրեմն ֆիլտրացիայով այրվում է իրանց աղբը եւ մոտավորապես 90%-ը, պատկերացնում եք, աղբի 90%-ը վերամշակվում է ու ինչ որ բան են դրանից ստանում, այսինքն էլի է էներգիա կամ ինչ որ բան, 90% աղբի վերամշակվում է։ Նույն տրամաբանությամբ Վիեննան է, նույն տրամաբանությամբ մեր հարևան Թեհրանն է, որ սարքել է տարբեր տեղեր վերամշակման գործարաններ եւ կարողանում է վերամշակել ամբողջ Թեհրանի աղբը, որ կուտակվում է։ Երևանում մենք չունենք վերամշակման հնարավորություն, բայց մենք ունեցել ենք բյուջե, որ հնարավորություն կտար դա անելու։ Այսինքն 7 միլիարդ դոլար Նիկոլ Փաշինյանի եւ Տիգրան Ավինյանի իշխանությունը մսխել է ուղղակի այս 7-8 տարվա ընթացքում, ոչ մի ներդրող չի բերել կամ ինքնուրույն ներդրում չի կատարել աղբի վերամշակման եւ էկոլոգիական իրավիճակը շտկելու վերաիմաստավորելու ուղղությամբ գործողություններ չի արել, դուք կհարցնեք հնարավոր է արդյոք դա անել, ես կասեմ, որ դա շատ հնարավոր է անել, հնարավոր է Երևանում ունենալ փայլուն էկոլոգիական իրավիճակ, լինել անվտանգ եւ լինել անվտանգ ոչ միայն ռազմական առումով ռազմական անվտանգությամբ, այլ լինել անվտանգ նաև մայրաքաղաքում, որը Փաշինյանական իշխանությունը ուղղակի ի վիճակի չի անել, հա։ Մենք տեսնում ենք, որովհետև ասենք, նայեք, այս նույն օդը իրանք էլ են շնչում, այս նույն օդը իրանք երեխեքն էլ են շնչում, իրանք էլ են այս մայրաքաղաքում են ապրում։ Այսինքն սա ունակություն չունենալու եւ ուղղակի իրավիճակին չտիրապետելու մասին է։ Այո, հնարավոր է ձևավորել կանաչ գոտիներ, սարքել կանաչ գոտիներ, հնարավոր է վերաիմաստավորել այս կործանարար ընթացքը բոլոր առումներով, հա, հնարավոր է օդորակիչների մեջ ֆիլտրներ դնել, այդ ֆիլտրները փոխել, եթե օրինակ ես ձեզ խորհուրդ եմ տալի, տան օդորակիչները, այսինքն կոնդիցիոներները, մի հատ ասեք թողան լվան, մի 10-15 հազար դրամ արժի, դուք ուղղակի կապշեք, կվախենաք, որ տեսնեք մեջի տարթը, այդ ես իմ սեփական փորձից եմ ասում, օրեր առաջ ես մտքովս անցավ, ասեցի բոլոր դեպքերում կարելի է տան օդորակիչը կանչել, որ մաքրեն, ֆիլտրները փոխեն, եթե դուք տեսնեիք այդ սև ջուրը, որ մեջից գալիս էր
դուք ուղղակի կապ չէիք։ Հիմա ես ձեզ նորից խորհուրդ եմ տալիս, տան համար անպայման ձեռք բերեք օդը մաքրող սարքեր կամ առնվազն օդը ուրեմն ավելի խոնավեցնող սարքեր, ինչի որովհետև խոնավ օդի մեջ այդ բաները իջնում են ներքև, էլի այդ վատ էլեմենտները օդում գոյություն ունեցող, դրանք պետքա մենք կարողանանք մեր մեջ, ուրեմն մենք մեզնով պետք անենք, մինչև սրանց փոխվի իշխանությունը եւ գա իշխանություն, որը կարողանա այս խնդիրները լուծել։ Ես նաեւ կարծում եմ, որ պետքա քաղաքացիական նախաձեռնություններով շաբաթը մի անգամ կազմակերպել շաբաթօրյակներ, որոնք հնարավորություն կտան ծառատունկ կազմակերպելու, հա? Ծառատունկ կազմակերպելու եւ այդ ծառատունկը գոնե 10 տարի հետո այդ ծառերը, որ մենք հիմա կտնկենք, 10 տարի հետո իրանց օգուտը կտան, նրանք ուղղակի քանդում փչացնում են, սա ինչ որ կա։ Ավելի մանրամասն ես ձեզ կներկայացնեմ, թե ինչպես կարելի է այս խնդիրները լուծել ավելի առարկայական, հա, որտեղ ավելի առարկայական, այո, մի քանի անգամ մենք անդրադարձել ենք, բայց ես ավելի մանրամասն կներկայացնեմ, թե կոնկրետ քայլ առ քայլ ինչ կարելի է անել, որպեսզի վերականգնվի կանաչ գոտիները, որպեսզի օդի աղտոտվածությունը չլինի, լինի կառավարելի, օրինակ օրեր որոշվի, թե եթե տեսնում եմ, որ վաղը օդի աղտոտվածությունը շատ է, կարելի է այդ օրը ասել, որ ինչ որ, ասենք, դիզելային վառելիք վառող մեքենաները ինչ որ սահմանափակություն լինի իրենց, ստուգվի նաև ստուգվի մի հատ տեսնվի ինչա ու նոր դա արվի։ Այսինքն տեսնես այդ ավտոն, որ ինքը քշում է, ինչ ձև է վնաս տալի մեր երկրին, մեր մայրաքաղաքին։ Հիմա անդրադառնալով Նուբարաշենի այդ խայտառակ վիճակին, այդ տարթը, որ մենք շնչում ենք, որտեղ կա մետան, կա տարբեր ծանր մետաղներ եւ այլն, դա գալիս է տարբեր հատվածներում եւ մենք դա շնչում ենք։ Դա այո, շատ հանգիստ լուծելի խնդիր է եւ իրանք սուտ են ասում, որ գցում են ուրիշների վրա, որ դա վառել են, կապ չունի դա ով ինչ արե, կապ ունի, որ դա այդտեղ կա եւ ոչ մի բան դա չի արվում։ Հնարավոր է անել, այո, հնարավոր է անել, հնարավոր էր ձևով այդ 7 միլիարդ դոլարով կարելի էր սարքել 20 հատ վերամշակման տարբեր գործարան եւ տարբեր գործողություններ անել, հա, իրանք որևէ բան չեն անում եւ սրա պատասխանատուն ամբողջությամբ Ավինյան Տիգրանն է, ով սեփական հարստացմամբ է զբաղվում, ոչ թե Երևանի խնդիրներով, հա, սրա պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ով սեփական հարստացմամբ է զբաղվում, այլ ոչ թե մեր մայրաքաղաքի, մեր երկրի խնդիրներով։ Ոչ արտաքին հարաբերություններն են կարողանում ձևավորեն ճիշտ, ցախողել են բոլոր ուղղություններով։ Ոչ առողջապահության համակարգը ինձ նոր գրել էին մեր ընկերները, ովքեր դիտում են հիմա ինձ, գրել էին, որ քաղցկեղը մեծ տոկոսներով շատացել։ Այո, դա տենց է, ցավոք սրտի պետք է ասենք, որ տարբեր նաև